Սիրելի հայրենակիցներ, եկեք արդեն արձանագրենք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխում է տոտալ իրավական ամենաթողություն, եւ միայն իշխող կուսակցությունն ու նրա լիդերներն որոշում, թե ով է մեղավոր եւ անմեղ, ով է ահաբեկիչ եւ ոչ ահաբեկիչ, ով է պետականամետ, ով ապազգային։ Նա վերցրել է իր վրա արդարադատության եւ դատարանի ֆունկցիաներ եւ դեռևս մարդու մեղքը չապացուցված արդեն որակումները տալիս ահաբեկչություն, հոկտեմբերի 27-ի կրկնություն, պետության դեմ ինչ-որ հանցագործություններ, եթե նույնիսկ հետագայում դա ապացուցվի, դա որևէ հիմք չի տալիս գործադիր իշխանությանը իր վրա վերցնել նման լիազորություններ։ Մենք գործ ունենք բացահայտ իշխանության լիազորությունների չարաշահման հետ։ Եվ քաղաքական հետապնդումների վերաբերյալ, եթե վաղը մյուս օր եվրոպական դատարանում հայցեր լինեն Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանը պատասխանատվության ենթարկի հակաժողովրդավարական ռեժիմի համար, չզարմանանք, որովհետեւ նույնիսկ եթե Բագրատ Սրբազանը հայտարարել է ինչ-որ ահաբեկչական բնույթի երևույթների մասին է խոսել, սպառնալիքներ է հնչեցրել, միայն դատարանը կարող է որոշել նա ահաբեկիչ է, թե օրինակ հոգեկան հիվանդ։ Պետական իշխանությունը, գործադիրը, նրա ղեկավարը իրավունք չունի մինչև արդարադատության իրականացումը տալ իրավական ցուցումներ, թե ինչպիսի գործողություններ են տեղի ունեցել ենթադրյալ։ Նա կարող է իհարկե կարծիք հայտնել, բայց նա տոտալ քարոզչական արշավ է սկսել մի իրավիճակում, երբ դեռ ոչինչ ապացուցված չէ։ Երբ մարդու խոսքը աղճատված, կտրտված կպցրած է իրար, եւ եթե մենք միտք ունենանք ինչ-որ մեկին նման ձայնագրություններ հավաքել, բոլորս կարող ենք հավաքել։ Օրինակ մենք կարող ենք Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները նախագահներին եւ քրեա օլիգարխին ծեփելու պատերին, պարկասնելու ասֆալտին, դիակների մնացորդները հավաքելու կտորը վերցնել, կպցնել ժողովրդի մասին նրա խոսքի մեկ այլ կտորը եւ ասել տեսեք նա սպառնում է ժողովրդին ծեփել պատերով փռել ասֆալտին։ Ես կարող եմ օրինակ այսպիսի հայտարարություն անել։ Գիտեք, սովորաբար տոտալիտար երկրներում եւ այդ կտորը կտրվի։ Ինչ ա եղել, գյուլում են մի երկու հոգու պատի տակ, հետո կոմպենսացիա են տալիս նրանց, գնում պրստում այլ ինչ ա եղել, մենք էլ դրել էսի ինչ ենք խոսում։ Հնարավոր է, որ օրինակ մեր միտինգներից հետո իշխանությունը սադրանք հրահարի, գյուլի մի քանի հոգու պատի տակ, եւ այդ կտորները առանձին հավաքեն, ու ստացվի նենց, որ ես կոչ եմ անում գյուլել մարդկանց պատի տակ։ Հնարավոր է դա անել։ Իհարկե հնարավոր է, բացառվում է, չի բացառվում։ Ով կարող է դա որոշել։ Կարող է որոշել միայն դատարանը, հետաքննություն։ Եվ որևէ մեկը, քանի դեռ մեղք ապացուցված չէ, իրավունք չունի որակումներ տա, թե ով է ահաբեկիչ եւ ոչ ահաբեկիչ։ Սա է, որ մենք ապրում ենք տոտալ իրավական անպատասխանատվության երկրում, բայց մենք տեսնում ենք, որ սա ծրագիր է, սա պլան է, որը իշխանությունը հետևողականորեն իրականացնում է։ Եվ մենք տեսնում ենք, որ այն պահանջները, որ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից դրված Հայաստանի վրա, մեկուսացնել բոլոր այն գործիչներին եւ ինստիտուտներին, որոնք կարող են ազգային հարցեր բարձրացնել, որոնք կարող են Արցախի հարց բարձրացնել, տեսեք, ձերբակալվել են նաեւ դեռ այսպես Արցախի իհարկե փաստացի գոյություն չունեցող, բայց դեռևս իրենց իրավունակությունը փորձող պահպանող ինստիտուտների ինչ-որ ազգային ժողովի ղեկավար, Արցախի պաշտոնյաները, եթե կարելի այսպես ասել, ինչու, նրանց նկատմամբ օրինակ դեռևս հստակ մեղադրանք կարծես թե չկա, նրանք ինչ-որ կասկածյալներ են ինչ-որ գործում, բայց նրանց վերաբերյալ ոչինչ չկա, ինչու են նրանք ձերբակալվել։ Ակնհայտ է, չէ, որ Ադրբեջանը վրդովվել է, որ Հայաստանում կարող են արցախցիները ինքնակազմակերպվել, բայց իրենց կարելի է ֆիկտիվ արևմտյան ադրբեջանցիների կառույց ստեղծել եւ հենց Նիկոլ Փաշինյանի այցից հետո Թուրքիայում, Ստամբուլում իսլամական երկրները ընդունեն հռչակագիր, որ այո կա արևմտյան արևմտյան ադրբեջանցիներ եւ նրանք պետք է վերադառնան, բայց արցախցիներ չպետք է լինեն։ Եվ սա ընդհանուր մի փազլ է, երբ նայում ենք եւ հասկանում ենք, որ մենք գործ ունենք մի ընդհանուր ծրագրի պլանի հետ։ Եվ պատահական չէ, որ մարդիկ այլոց մեղադրելու համար, մեղադրանքը ինչ-որ ձեւով հիմնավորելու համար խոսում են ինչ-որ մի պլանից, բայց նրանք իրականացնում են այլ պլան, ավելի մեծ պլան։ Սա է իրականությունը, եւ մենք պետք է մեզ իրոք հաշիվ տանք, որ Նիկոլ Փաշինյանը ունի պլան, իսկ ընդդիմությունը չունի։ Ինչ էլ ունի, զավեշտալի է։ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե այս քայլից հետո ինչ քայլ է անելու։ Նա գիտի, որ օրինակ եթե սա տեղի չունեցավ, չհաջողվեց, հետո ինչ է անելու։ Նա ունի բազմաքայլ կոմբինացիաների պլան։
իսկ ընդդիմությունը ոչինչ էլ չունի։ Ընդդիմությունը միայն արձագանքողի, տուժողի դերում է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է հաղթել։ Մինչև երբ անհայտ է, բայց առայժմ նա հաղթում է։